Ողջույն ձեզ, քանի որ Facebook-ը անդադ ինձ ստիպում է, որ ես տեսանյութեր տեղադրեմ, չգիտեմ ինչի համար է ստիպում, այս անգամ փորձել եմ տեսանյութով ներկայացնել շուկայի իրավիճակը, խոսել եմ տավարի մսից, որոշ խանութներում արդեն թանկացումները տեղ են ունեցել, մոտ 200 դրամի չափով, մոտակա ժամանակներս տավարի մսի գինը կթանկանա, չեմ կարող ասել ինչ քանակով, որովհետև մեզ մոտ ներկապային կա տավարի մսի դիֆիցիտ եւ այդ դիֆիցիտը չենք կարողանում փակել նաեւ ռուսական շուկայից ներկրելով, քանի որ Ռուսաստանում եւս կա դիֆիցիտ 2025 թվականում Ռուսաստանում ներկրվել է 350,000 տոննա տավարի միս Ինչի հետևանքով Ղազախստանը դեկտեմբերի 31-ին քվոտավորել է իր տավարի մսի արտահանումը, որպեսզի շուկայում եւս տեղի չունենա դեֆիցիտ 20,000 տոննայի չափ կարծեմ դեպի այլ երկրներ եւ մեզ մոտ անցած տարի իմ սուբյեկտիվ կարծիքով, որ թիմին հարվածի տակ չդնեմ, ասում եմ իմ սուբյեկտիվ կարծիքով տավարի գլխաքանակը բավականաչափ նվազել է բերեք թվեր չասեմ, հույս ունեմ վիճակագրական տվյալները կհրապարակվեն, ինչի հետևանքով արդեն երևում է պակասուրդը տավարի մսի եւ շուկայում մինչեւ մայիս-հունիս հնարավոր է գների բարձրացում ու թե ինչքան կբարձրանա, այդ արդեն կախված կլինի շուկայի կոնյունկտուրայից, իրավիճակից, այսպես ասած։ Մի խոսքով պատրաստ եղեք տավարի մսի որոշակի չափով գների թանկացման։ Եթե հնարավոր է, եթե մոտ օրերս ուզում եք առնեք, տեսեք, որ սուպերմարկետում չի թանկացել, գնեք։ Վերջի մի քանի օր առաջ տավարի մսի, ոսկորոտ մսի գինը սուպերմարկետներում 3450 դրամի չափ էր։ Հիմա 3600-ից պակաս մոտ ժամանակներ չի լինելու։ Ես այսօր տեսա արդեն որոշ սուպերմարկետներ գինները բարձրացրել էին։ Շնորհակալություն։